Բարև ձեզ հարգելի լրագրողներ, շնորհակալ եմ, որ կրկին անգամ լուսաբանելու եք մեր հարցազրույցները։ Մենք գիտենք, որ դուք մեր կողքին եք եւ կանգնած եք ճիշտ լուրերի տարածմանը։ Մենք, ինչպես խոստացել ենք, շատ բաց ենք բոլոր հարցերի, առաջարկների, քննարկումների առջև եւ մենք, ինչպես խոստացել էինք, պետք է պարբերաբար ներկայացնենք ինչ աշխատանքներ են կատարվել այս ընթացքում, ինչ հանդիպումներ եւ ինչ արդյունքներ են գրանցվել։ Մեկ ամիս շարունակ կարողացել ենք 3 աշխատանքային խմբերով համագործակցել սոցիալ հետ եւ որոշակի արդյունքներ ունենք եւ այսօր մեր բանախոսներն են Նժդեն Իսկանդարյան եւ Ապրեսը Մարգարյան։ Խնդրում եմ միայն հացերի դեպքում հացերը չեն սահմանափակվում, բայց հացերը միայն Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդին վերաբերվող հարցեր լինեն, մենք սիրով կպատասխանենք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ինչպես գործընկերս նշեց, այս 2 ամսվա ընթացքում ստեղծել ենք աշխատանքային խմբեր եւ որոշակի դրական հաջողության ենք հասել, հերթով կտեղեկացնեմ, ուրեմն բնակարանային ծրագրի վերաբերյալ, ինչպես գիտեք, կար գոտիներ 3, 4 եւ 5, այժմ ունենք որոշակի փոփոխված, բարեփոխված տարբերակ, եւս 158 բնակավայր ներգրավված է լինելու այն 4 միլիոնանոց գոտու մեջ։ Դրանք հիմնականում Կոտայքի, Արագածոտնի, Արարատի մարզերում են լինելու, այստեղ ընդհանուր առմամբ ապրում է 13207 արցախցիներ, վստահ եմ մեր հայրենակիցներին այս պահին հուզում է, որ քաղաքներն են լինելու, մի քանիսը թվարկեմ, ուրեմն Չարենցավան քաղաքը, Բյուրեղավանը նույնպես, ցավոք սրտի Աբովյանը ներգրավված չէ, այնտեղ կան գյուղեր եւս, քաղաքներից Արարատ քաղաքն է, Ապարանը նույնպես, Էջմիածինը, Մեծամորը, որոշակի դրական, այսպես շոշափելի արդյունքներ ունենք, ինչպես նաեւ ունեինք Արցախից զոհված ընտանիքների հետ կապված խնդիրներ, 82 ընտանիքների մասին է խոսքը, որը որ Արցախի հանրապետությունը իր վրա է վերցրել բնակարանային ծրագրի շրջանակներում, այսօր բանակցությունների ընթացքում հասել ենք նրան, որ այդ պարտավորվածությունը իր ուսերին է վերցնելու Հայաստանի կառավարությունը։ Միևնույն ժամանակ բնակարանային ծրագրի շրջանակներում հասել ենք նրան, որ ընտանիքները, ովքեր ցանկություն ունեն կառուցապատում իրականացնելու, թույլտվություն լինելու է, ինչպես նաև լինելու է կառավարության կողմից վերահսկողություն, եւ այդ սերտիֆիկատներով նրանք կարող են կառուցապատում սկսել։ Այս պահին քննարկման փուլում է, նախկինում ունեինք այդ սերտիֆիկատով հողատարած գնելու տարբերակ, որի շեմը կազմում է 4 միլիոն դրամ, այժմ փորձելու ենք հասնենք նրան, քանի որ առաջին գծում բնակարանային ծրագրերը, բնակարանային այդ հողատարածները ավելի թանկ արժեն։ Երևի թե այս մասով էլ այսքանը, միևնույն ժամանակ հիպոթեկի հետ կապված հարցերը կուզեմ ասել, որ նախկինում արցախցիներին սերտիֆիկատով հնարավորություն էր տրվում վճարումները կատարել 10 տարվա ժամկետով, իսկ այժմ այդ թույլտվությունը լինելու է 20 տարի ժամկետով։ Նմանատիպ որոշակի էլեմենտների փոփոխություններ ունենք, բայց ընդհանուր առմամբ այն հաջողությունները, որոնք որ մեր հայրենակիցները սպասում են, չեմ կարող ասել, որ ամբողջությամբ կատարել ենք։ Առաջիկայում այդ մասով պարոն Մարգարյանը ավելի հստակ խորհրդի դիրքորոշումը կհայտնի։ Երբ թե այսքանը պարոն Մարգարյան, եթե ասելիք ունեք։
Ցավոք սրտի այդ հարցում չեն կարողացել համաձայնեցնել, քանի որ խնդիրները բնականաբար լինելու են, քաղաքացիություն ստանալու հետ կապված լրջագույն խնդիրները կա, որը որ եւս չի լուծվել, դա այն կարմիր գիզն է իրենց համար, միևնույն ժամանակ ընդունել են աշխատակիցներ, փորձելով արագացնել գործընթացը, բայց միևնույն ժամանակ 1.5-ից 2 ամիս գործընթացը տևելու է, որը որ լուրջ խնդիրներ է առաջացնելու, եթե նույնիսկ մարդիկ այդ խմբերը չլինելու դեպքում հավաստագրեր ստանան, իրացնելու համար բավականին ժամանակ պետք է լինելու, առնվազն 4-5 ամիս պետք է լինելու, որպեսզի արցախցիները բնակարանային այդ ծրագրով ապահովեն, սա լրջագույն խնդիր է, մենք մեր դիրքորոշումը այդ մասով կառավարությանը հայտնել ենք, դրա համար ասեցի, որ խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ։ Ինչ է պատրաստվում անխորհուրդը, դիրքորոշում, որ պատրաստվելու եք ակցիաներից, Անկեղծ ասած, մենք ինչ խոստացել ենք, գնում ենք այդ ճանապարհային քարտեզով, բնականաբար այս արդյունքները, եթե ասեմ ամբողջությամբ կատարել ենք ոչ, բայց չնկատել դա էլ ճիշտ չի լինի, միևնույն ժամանակ հանրության հետ կշփվենք, քննարկումներ կունենանք, բայց թողնված շատ խնդիրներ ունենք, հատկապես խնդիրը վերաբերվում է 2 եւ 3 հոգանոց ընտանիքներին, որովհետեւ այս ծրագրով այդ ընտանիքները չեն կարող օգտվել բնակարաններից։ Կառավարությունը որոշել է ստեղծել մի մոդել, որը որ հնարավորություն կտա այդ քաղաքացիներին ապահովել բնակարանային ծրագրով։ Իսկ ինչ վերաբերում է ակցիաներին, բնականաբար շարունակվելու են։ Խորհուրդը հանդես է եկել ոչ միայն արցախցիների սոցիալական խնդիրներով, այնտեղ ունենք մենք 12 կետ, առաջինը դա արցախցիների հավաքական վերադարձն է, գերիների մասին ենք խոսել ենք պետական ինստիտուտների դերի մասին, բազմաթիվ են խնդիրները եւ այս առումով խորհուրդը իր դիրքորոշումը չի փոխել։ Նաև պարոն Սկանդարյան, վերջերս խորհրդի անդամներից մեկը Անաստասիա Իսրայելյանը հայտնեց, որ խորհուրդը դուրս է եկել, ձեզ հայտնի է, որ նա պատճառը որ նա դուրս է եկել, որովհետեւ դիպը մասնակցություններ ունեին։ Ու նաև նշել է, որ իր պայքարը մենակ է շարունակելու։ Կարծում եմ ճիշտ կլինի այդ հարցերը ուղղել Անաստասիա Իսրայելյանին։ Միայն մեկ լրացում, մենք ունենք որոշակի ճանապարհային քարտեզ։ Եթե պարոն Իսրայելյանը գտնում է, որ մենք այդ ճանապարհային քարտեզով չենք քայլելու միասին եւ իր ուղղությունը դեպի քաղաքական ճանապարհն է, այդ պատճառով այդ հարցերը խնդրենք իրեն ուղղել։ Ես մեկ հարց պարոն Սկանդարյան, քանի որ դեր անուն է շրջանակում, նաեւ արցախցիների մոտ կային ներքին խոսակցությունները, որ պաշտոն է առաջարկվել ձեզ Արցախի պետնախարարի քննարկելու կամ արդեն իսկ նշանակվել է, դուք ինչ պատասխան ունեք։ Ճիշտ են այդ խոսակցությունները եւ վստահ եմ կհնչի հաջորդ հարցը, ինչու եք համաձայնվել։ Ես չէի կարող խոսել պետական ինստիտուտների դերի մասին եւ ստանալով առաջարկ ինքս լքել այդ շարքերը, ես իմ ունակությունների, կարողությունների շրջանակներում կանգնած եմ լինելու պետականության կողքին։ Երևի թե այսքանը։ Եվ մեկ համալրում սա մինապատված տարածք է, որտեղ բոլորս փորձում ենք ինչ որ ձևով պահպանել թե Արցախ բառը, թե Արցախի ներկայացությունը, թե ընդհանրապես պետական բոլոր ինստիտուտները եւ պարոն Իսկանդարյանը այս ամենին համաձայնելով ես իրեն համեմատում եմ ինչպես մահապարտներ, որովհետեւ այսօր մենք չունենք Արցախ, բայց ունենք շատ խնդիրներ, այդ պատճառով պետք է խնդրեմ բոլորս փորձենք օգնել եւ պահպանել այն ամեն ինչը ինչ որ ունենք։ Ես կներկայացնեմ այդ բոլորի դիրքորոշումը եւ ձեզ շատ հանգամանքների պատասխան ես կոմարք ստանալ։ Այլ որ ներկայացրեցինք ասել մեկ ամսվա ընթացքում աշխատանքային խմբերի կողմից գրանցված արդյունքները իրականում բավարար կամ այսպես ձևակերպենք հայրենիություն բնակավայրերում մեր հայրենակիցները մեկ շրջին հաշվով 3 միլիոն դրամ գումարը չափը հնարավոր եղավ հասնել 4 միլիոն դրամի եւ նաեւ այն դրական փոխությունները, որ գործընկերս ներկայացրեց։ Բայց խորհրդի դիրքորոշումը մենք համաձայնեցինք սոցիալական հարցերի մասով քննարկումներ ունենալ կառավարության
նախապայմանը այն է, որ կենսական նշանակություն ունեցող սոցիալական խնդիրները պետք է լուծվեն եւ դիրքորոշումը հստակ է, որ մինչեւ արձակարությունը բնակարանով չափահանվի մինչեւ բնակարանային ծրագիրը մատչելի չլինի մեր բոլոր հայրենակիցների համար, պետք է բնակարանի աջակցության ծրագիրը շարունակել։ Եվ այն ժամանակ վրանային պայքարի ժամանակ ասպես ձևակերպել, երբ որ ասում են մեկ ամիս, երկու ամիս, մենք կառավարության ասում ենք, որ խնդիրները բազմաթիվ են եւ ձեր կողմից այդ բաշխողումները բազմաթիվ են եւ մեկ-երկու ամիսը բավարար չեն մտնելու։ Եվ մենք մեզ հավաստիացրեցին, որ երկու ամսում մենք այդ խնդիրները կարողանանք լուծել եւ ասեմ, որ արդյունքները ներկայացրեցին, բայց բանակցությունները շարունակվում են, այսինքն փակուղի չի մտել, բայց մենք ունենք հետեւյալ խնդիր։ Մի ամսից հետո մեր հայրենակիցների զգալի հատվածը բախվելու է շատ լուրջ խնդիրների առաջ, այսինքն նույն խնդիրները, որ բնակվածը չեն կարողանալու տալ եւ սոցիալական ծանր վիճակի առաջ են գտնվելու։ Եվ այդ առումով հստակ ունենք դիրքորոշում։ Այս արդյունքները բավարար չեն։ Մենք հունիսի 23-ին հայտարարում ենք պայքարի երկրորդի մասին եւ նաեւ ասելու ենք ինչ ճանապարհով ենք պայքարել։ Այն հրապարակային հայտարարությունները, որ արել են, որ կառավարությունը դեպի խոստումը չկատարի, միանշանակ դրոշի մեջ է, բայց եկեք մի բան հստակեցնենք, խորհուրդը կարող է հաջողություն հասնել, եթե մենք այս հարցերի շուրջ, ոչ միայն սոցիալական հարցերի շուրջ, արձակարության իրավունքների Արցախի հարցի շուրջ ունենանք լայն համախոհություն։ Այդ պատճառով մինչև հունիսի 23-ը մենք քննարկումներ ենք ունենալու մեր հայրենակիցների հետ, քննարկումներ ենք ունենալու այն միավորումների հետ, որոնք աջակցել են պաշտպանել են մեր օրակարգը, նաև այդ ժամկետում հանդիպումներ ենք ունենալու մարզերում մեր հայրենակիցների հետ, տեղում ունենալու ենք խորհրդի ներկայացուցիչները, որոնք եւ համակարգելու են խորհրդի աշխատանքները, թե իրազեկման հետագործողությունների մասով, եւ այդ ամենի արդյունքում հունիսի 23-ին խորհուրդը հայտարարելու է իր գործողությունների մասին։ Այսինքն, եթե կարճ արտոպենք, համարում ենք, որ այս արդյունքները բավարար չեն, կրկին հավաստիացնում ենք այն հրապարակային հայտարարությունները, որ կատարել ենք, պատրաստում ենք վճռականություն ունենք, մենք պայքարելու ենք, ուղղակի այս ժամանակահատվածը պետք է, որպեսզի հանրությանը համաձայնեցնենք։ Բոլորս պետք է գիտակցենք, մեր հայրենակիցները պետք է գիտակցեն, որ խորհուրդը հնարավոր միակ տարբերակը հաջողություն հասնելու մեր համախոհվածությունն է։ Եթե մենք հանրային աջակցություն չունենանք, լավ, ինչ հայտարարել եք, վաղվանից սկսենք, բոլորը հիշում վարանում ինչ եք հայտարարել։ Եթե մեր հայրենակիցները մեր կողքին չնայեն, այդ հարցերը չեն կարող լուծել։ Եվ նաև շատ կարճ փորձեմ անդրադառնալ, շատ քննարկումներ եղան հրապարակային քննադատություններ եւ այլն, բայց մենք հանրահավաքից հետո մինչև այս 2-3 ամիս ամեն ռեժիմը խորհրդի ներկայացուցիչները աշխատել են։ Նաև մարտի 29-ին հանրահավաք ունեցանք, լսելի դարձել մեր արձակարության խնդիրները բարձրացան։ Դրանից հետո մեկ ամիս ունեցանք վրանային պայքար։ Այդ ընթացքում հասանք նրան, որ կառավարությունը չեղարկեց իրենց այդ նոր ծրագիրը երկու ամսով երկարացրեց։ Բազմաթիվ կազմակերպություններ, կուսակցություններ, միավորումներ տեսփոխում են Հայաստանում, պաշտպանեցին օրակարգը։ Ճնշման ներքո կառավարությունը գնաց քննարկումների եւ դաշնաճուտ ամեն փուլում ասած իմաստը այն է, որ ամեն փուլում որոշակի արդյունք գրանցեցին։ Բայց դա լիարժեք կարող է լինել, եթե մենք եմ ասում Արցախի հարցը մենք համարում ենք, որ համայն հայության արժանապատվության հարցն է։ Եվ դա մենք կարող հաջողությամբ այդ խնդիրները լուծել, երբ որ ունենանք այս հարցի շուրջ համախոհվածություն։ Արմատագեն նաև խորհուրդը նշել էր, որ մարզերում բազմաթիվ հանդիպումներ է ունենալու գտնիդականված արցախցիների հետ, ապա այսօր ինչ աշխատանքներ են արվել մարզերում, ինչ խնդիրներ ունեն նրանք ձևակերպությունների մեջ։ Մենք հավաքագրել ենք բոլոր խնդիրները, բայց մարզային այցելությունները չեն կատարվել։ Ես այսպես մեկնաբանեմ,
այս ընթացքում նաև շատ էր քննարկում խորհրդի պասիվությունը։ Նայեք, հանրային շարժումը եւ պասիվությունը, ակտիվությունը կախված է ինչ պիտի անենք բողոքի ակցիաներ եւ այլն։ Մենք համաձայնել ենք կառուցողական քննարկումների, գնացել ենք քննարկումների։ Չենք կարող միաժամանակ նստենք բանակցությունների, փորձենք այդ միջավայրում քննարկել, լուծել հարցեր եւ միաժամանակ չգիտեմ, մարզերում հանդիպումներ ունենանք, ակցիաներ ունենանք եւ այլն։ Մենք հայտարարեցինք, որ հենց վաղվանից այդ հանդիպումները մարզային ակցիաները կանենք եւ տեղում անպայման կունենանք ներկայացուցիչներ, որոնք կհամակարգեն խորհրդի աշխատանքները եւ նաեւ այդ գործողությունների ժամանակ միասնական ձևով որպեսզի արձակուրդությունը կարողանա ներկայանալ։ Շնորհակալություն։ Ինչպես է լուսնելու սամե շարունակել ակցիա, քանի որ նրա վրա կաչնչում, պատերական քննչական կոմիտեն նրան կանչում, ինչ է նրան ինչ-որ մեկը փոխարինելու է եւ եթե այո կա համապատասխան տեխնոլոգիա։ Հարգելի բարեկամներ, իմ կարծիքով հնարավորություն ունենք այդ հարցը եւ Սարյաշապյաններին եւ Արցախի ժողովի պատգամավորներին, ասենք մենք լիազորված չենք այդ հարցերին պատասխանել։ Ես պետք է խնդրեմ օրակարգի շուրջ, եթե հարցեր կան, եթե չկան, այսքանով ավարտենք։